Բարի լույս եթերում առավոտը շանթումն է, այսօր նոյեմբերի 28-ն է, նոյեմբերի վերջին ուրբաթ օրը, այսինչ արագ անցավ նոյեմբերը։ Ոչ թե նոյեմբերի, այլ աշնան վերջին ուրբաթ օրն է, վերջին աշնանային ուրբաթն է այսօր, նոյեմբերի 28-ը, լույս բարի լույս։ Նոյեմբերի 28-ին ծնվել է մի մորուքով անձնավորություն, որ ամբողջ իր կյանքը կարծես թե ֆինանսավորել է Կարլ Մարքսին։ Նրա անունն էր Ֆրիդրիխ, իսկ ազգանունը Էնգելս։ Ճանաչում ես Ֆրիդրիխ Էնգելսին։ Ինչով է նա հայտնի, բացի նրանց, որ նա ֆինանսավորել է Մարքսին։ Նա եղել է ամուսնացած 2 անգամ եւ նրա 2 օֆիցիալ կանայք եղել են հարազատ քուրիկներ։ Սկզբից մեկի հետ է ամուսնացել, հետո մյուսի հետ է։ Այդպիսին էր Ֆրիդրիխ Էնգելսը։ Ջոն Գալիանոն է այսօր ծնվել։ Տեսնեմ, որ այսօր Գալիանո ես հագել, շնորհավորում եմ քեզ եւ Գալիանոին։ Հարգում ես նրա արվեստը։ Այո, բավականին։ Շատ խորապես չեմ հետևում, բայց հարգում եմ իսկապես։ Բայց Գալիանոն մնում է Գալիանո։ Այո, համաձայն եմ։ Ինչ ունենք այսօր հետաքրքիր եթերում, ինչ կասես։ Բայց ինչ է ասենք, որ 2 շաբթի օրը արդեն օրացուցային ձմեռ կլինի, բայց ինչու եմ շեշտում օրացուցային բառը, որովհետև աշունչ եղավ, հիմա միանգամից անցնում ենք շատ արևոտ եւ տաք համաձայն կանխատեսումների ձմռանը, առաջիկա օրերը ամեն դեպքում պետք է վերապրել, ինչու, որովհետև սկսվում է խելահեղությունը, սկսվում է սև ուրբաթը, այո, այսօր պաշտոնապես սև ուրբաթ է, չնայած իր մռայլ անվանմանը, այն իսկական տոնական օր է աշխարհի բոլոր շոպոգոլիկների համար եւ ոչ միայն մեծ զեղչեր, որոնք ազդարարում են Սուրբ Ծննդյան եւ Ամանորյա զեղչերի մեկնարկը, այն մասին, թե ինչպես խուսափել այդ օրերի սթրեսից, մենք դեռ այսօր կխոսենք։ Այո, մենք կխոսենք մեր հյուրերի հետ, հյուրեր կունենանք ոչ միայն այնպիսի, որոնց հետ կարող ենք խոսել սև ուրբաթների մասին, ունենք հյուրեր, որոնց հետ կարող ենք խոսել կանաչ 2 շաբթի, դեղին 5 շաբթի, լուսավոր ապագայի մասին, խոսքը մեր սիրելի ուսուցիչների մասին է, լիկան է ուղիղ եթերում լինելու մեզ մոտ։ Այո, ասել ենք ուրբաթը հարց ունենք տալու, թե ինչպես է նրան դուր եկավ, թե դուր չեկավ յոգուրտային բիսկվիտ, այսօր անպայման եւ պատրաստենք արդյոք ես ու դու թե ոչ։ Այդ ամենից առաջ շատ կարևոր է նաև խոսել առողջ ապրելակերպի մասին, որովհետև մեզ միանալու է Մանոն եւ խոսելու է սնվելու մի քանի ձևերի մասին, բայց հիմա մենք առաջարկում երաժշտություն, ավանդական, քանի որ մենք ավանդապաշտ եմ, ավանդապաշտ մարդ եմ եւ առավոտը պետք է երաժշտությամբ սկսել, ինչպես Ֆրիդրիխը միշտ ասում էր Կարլին։ Կարլ, առավոտը շանթ միացրու եւ երաժշտություն լսի եւ դիտիր։ Գնացինք։ Բուրիր բույրով քո անուշ աշխարհ
Վերադարձանք տաղավար եւ հիշեցնենք, որ Սևակ Ամրոյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Սուրեն Արուստամյանը, ազգային երգիչ երկու նախագծի Ծանի Խառատյանը, Սամվել Մալոյանը, հայ սուպերստար 6-ի ֆինալիստներ Մարիամ Ավոյանը, Արեգ Գալստյանը եւ Մինասը երաժիշտ Արմեն Զամուկաշվիլիի հետ դեկտեմբերի 19-ին Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայտնի Ալեքս համերգասրահում հայկական ազգային եւ ժողովրդական երգերի նորովի ներկայացմամբ անմոռանալի պահեր կպարգևեն հանդիսատեսին շատ երկար սպասված համերգի ընթացքում։ Տոմսերի համար դիմեք ticket.miket.com կամ զանգահարեք 818-265-0506 հեռախոսահամարով։ Տոմսերը կբերեն կհասցնեն, դուք էլ կգնաք եւ կվայելեք ձեր սիրելի համերգը, ձեր սիրելի մասնակիցներին։ Իսկ այս պահին անցնենք առաջ խոսենք եղանակի տեսության մասին։ Երևանում եւ մարզերում այսօր եւ վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը նոյեմբերին նկատել եք երևի, որ մի փոքր նվազել է, հատկապես այս վերջին օրերին, բայց առջևում հանգստյան օրերն են եւ էականորեն եղանակը չի փոխվի։ Այս պահին ավելի մանրամասն դիտենք, տեսնենք ոնց պլանավորենք շաբաթ-կիրակին։ Դե ոնց պիտի պլանավորենք, դու պիտի քնես, որտեվ Վահան Տերյանի ականջը դեռ չի կանչել։ Եղանակի տեսություն Շանթի եթերում։ Վերադարձանք, այսպիսի եղանակային պայմաններում ենք ապրելու փաստորեն, իսկ հիմա խոսենք մի քիչ այն ամենի մասին, ինչը սկսվում է այսօր, բայց չի սկսվել այսօր։ Չսկսվել, բայց օրը առջևում է դեռ։ Օրը առջևում է, չէ, պատմությունը չի սկսվել այսօր, պատմությունը արդեն բավականին երկար է, խոսքը իհարկե Սև ուրբաթի մասին է։ Այո, եւ նախորդ տարի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Հայաստանում Սև ուրբաթ էր եւ գնումների քանակը զգալիորեն գերազանցել է մյուս բոլոր նախորդ տարիների ցուցանիշները։ Սև ուրբաթի օրերին Հայաստանում 11 միլիարդ 26 միլիոն դրամի առևտուր է իրականացվել ՀԴՄ-ներով։ Աշխարհում Սև ուրբաթի գնորդները ծախսել են ռեկորդային 10 միլիարդ 800 հազար դոլար։ 800 միլիոն։ 800 միլիոն 10 միլիարդ 800 միլիոն դոլար։ Հիմնականում առցանց գնումների վրա զեղչերն իհարկե լավ են, բայց հոգեբաններն ասում են, որ շատ կարևոր է այս գործին խելամիտ մոտենալը, սեփական խնայողություններին, այսպես ասած, մահացու կորուստներ չպատճառելու համար։ Ի դեպ, Սև ուրբաթը մեծ զեղչերի ընդամենը սկիզբն է։ Հաջորդ կետը կիբեր երկուշաբթին է։ Կա կարծիք, որ Սև ուրբաթի ժամանակ հիմնականում ծանրաբեռնված են ավելի մանրածախ ցանցերը, իսկ կիբեր երկուշաբթի ժամանակ գործում են զեղչեր առցանց հարթակներում եւ ավելի մեծածախի դեպքում կիբեր երկուշաբթին կազմակերպվում է Սև ուրբաթին հաջորդող երկուշաբթի օրը։
Դու Սիրում եմ այս ընթացքը։ Մասնակցում ես այս ամենին։ Այո, բայց Ինչ ես գնում, ուզում օնլայն հասկանամ, օրինակ հարթակում, օնլայն գնումներ եմ անում, որովհետև հասկացել եմ, որ մեր իրականության մեջ զեղչերը այդքան էլ մեր իրականության իրականության մեջ այդքան էլ աշխատող չեն։ Այդքան սև չի ամենը։ Այդքան էլ սև չի, այո։ Վարդագույն ուրբաթ է մերը։ Կամ շագանակագույն, հա։ Չէ, մի քիչ ավելի բաց։ Լավ։ Ինչպես է անգլերեն սև ուրբաթ։ Black Friday։ Black Friday։ Այս հարցի պատասխանը իհարկե Զարան կարողացավ ինձ տալ եւ համոզված եմ, որ ես Զարային կարող եմ անթիվ հարցեր տալ անգլերենի իմացության եւ նա կպատասխանի բոլոր հարցերին, բայց խոսքը փոխանցենք Սոնային։ Տեսնենք թե Սոնան մեզ այսօր ինչ բառեր կսովորեցնի եւ արդյոք կապ ունեն նրանք օրինակ առևտրի հետ, թե ոչ։ Գնանք դիտենք։ Մեզ առևտուր անելուց թե չէ։ Սոնա խոսքը տրվում է քեզ։ Good morning. Hi guys. Good morning guys. Այսօր մի փոքր անգլերեն ժարգոնային արտահայտություններ կսովորենք։ Առօրյա խոսակցական։ Նմանատիպ արտահայտությունների իմացությունը եւս շատ կարեւոր է լեզվական մակարդակը բարձր պահելու համար։ Երբեք չես իմանա, թե որտեղ կհայտնվես, ինչ միջավայրում ու ինչ տիպի բառապաշար կօգտագործեն։ Չմոռանաս անպայման գրի առնել այս արտահայտությունները 5 անգամից ավել կրկնել, որ չմոռանաս եւ անհրաժեշտության դեպքում օգտագործես կամ գոնե հասկանաս։ Մարդել ամբողջ կյանքում ամեկ լևելից մինչև C1 սովորի, որ salty-ն աղին է, աղի։ Ոչ միտեղ չկա գրած, որ ինքը աղից բացի ուրիշ իմաստ չունի։ Սլենգային անգլերենում ինքը դառնում է տխուր։ She's salty about it։ Ասում է snake։ Ինչ է snake-ը։ Snake-ը էս պստիկ բաներն է, կամֆետ, չարազեղեն, չիփս, միփս, խորտիկ է թարգմանվում հայերեն, բայց կարծիքով նույն իմաստը չի տալիս։ Սլենգային անգլերենում ինքը դառնում է գրավիչ։ He's such a snack։ Երևի մռութ է այդ նույն իմաստն է, էլի։ Ghost-ը հələ ասա ինչ է նշանակում։ Հոգի ասեցի, դե հա սովորական անգլերենում հոգի է։ Սլենգային անգլերենում դառնում է by ու նշանակում է to cut off communication, այսինքն կապը խզել։ He ghosted her։ Բուժին էլ դասը, ոնց որ ֆրանսերեն բառ լինի, բուժի։ Ինչ է, գրեք քննարկենք։ Վերադարձանք տաղավար եւ ասենք, որ օտար լեզվի իմացությունը բավականին մեծ առավելություն է եւ գրեթե պարտադիր է, եթե դուք աշխատանք եք փնտրում։ Այո, անգամ Հայաստանում օտար լեզվի իմացությունը եւ իհարկե համակարգի հետ աշխատելը, դա կարծես թե այսպես ապրիորի է կամ պարտադիր է բոլորի համար եւ կապ չունի դու որտեղ ես ուզում աշխատես, դա պետք է կարծես թե ունենաս քո այսպես ասած ճամպրուկի մեջ կամ ռեզումեի մեջ։ Հիմա խոսենք նրա մասին, թե ինչ կարգավիճակ եւ ինչ իրավիճակ է Հայաստանի Հանրապետությունում այս տարի, ուրեմն աշխատատեղերի, աշխատավարձի հետ կապված շատ հետաքրքիր ինֆորմացիա եւ կարծես թե այս ինֆորմացիան, եթե ճիշտ ես ընկալում, հասկանում ես, որ մենք կամաց մոտենում ենք այդ պայծառ ապագային, կարծես թե։ Այո, 2025 թվականի հոկտեմբերին գրանցվել է վարձու աշխատատեղերի ռեկորդային թվականակ 810,074, այս ցուցանիշը 30,923-ով գերազանցում է նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա ցուցանիշը, երբ գրանցվել էր 779,151 աշխատատեղ։ Աշխատաշուկայի այս զգալի ակտիվությունը առավել նկատելի է ծառայությունների ոլորտում։ Միայն 2025 թվականի սեպտեմբերի տվյալներով աշխատողների ամենամեծ թիվը գրանցվել է մեծածախ եւ մանրածախ առևտրի եւ կրթության ոլորտներում։ Աշխատողների թվականակի աճը առավել արտահայտված է եղել շինարարության ոլորտում։ Ըստ էկոնոմիկայի նախարարության միջին ամսական անվանական աշխատավարձը 2025 թվականի սեպտեմբերին կազմել է 288,097 դրամ, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճելով 3.2%-ով։
Աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են տեղեկատվություն եւ կապ եւ ֆինանսական ու ապահովագրական գործունեություն ոլորտներում, սա կարծում եմ կանխատեսելի էր, սպասելի էր։ Դե բանկերը իհարկե բոլոր այն ընկերությունները, որոնք որ կապ ունեն ինչ որ ինտերնետի հետ, չգիտեմ, ցանցերի հետ, հեռախոսակապի հետ, նրանք շատ ավելի շատ աշխատավարձ են ստանում, բայց դե էլի միջին 288,000 աշխատավարձ մի քիչ խելք չի կտրում, որ այդպես է, մեկ էլ այս թվերը, ես ինչու ասացի, որ մենք կամած գնում ենք դեպի պայծառապագան։ Հիմա մնում է բոլոր այս թվերը, որոնք որ մենք ձեզ հաղորդում ենք, որտեղ այդ տվյալները վերցրել ենք, այսպես ասած, պաշտոնական կայքերից, համապատասխան լինեն իրողությանը եւ հենց այդպես էլ կա, ոչ թե ինչ որ նկարած թվեր են, որտեղ այդ этаպները մենք արդեն մեր կյանքում անցել ենք։ Եվ մի բան էլ, թող ապագայում այնպես լինի, որ մենք նաև ուսուցիչների աշխատավարձների բարձրության մասին խոսենք եւ նրանց աշխատավարձը եւս հասնի այն թվին, որը ասացինք, միջինը 288,000։ Այո, շատ բաներ ուսուցիչներից էլ է կախված նաեւ, ուսուցիչների հետ, ուսուցիչների աշխատավարձի եւ թե ինչպես անել, որ իրենց աշխատավարձը բարձրանա, մենք դեռ այսօր կխոսենք, իսկ հիմա երաժշտական դադար Շանթի առավոտյան եթերում։ Գնացինք։ Իմ սեր, բայց դու չկաս, մենակ եմ մնացել և առանց քեզ, մութ է առանց քեզ, սերը մեր անցավ, բայց քեզ չեմ մոռացել, հիմա չկաս, երաս ես դու դարձել Եվ առանց քեզ, ցուրտ է առանց քեզ, ու չեմ հավատում, որ սերը մեր անցավ, որ էլ չկաս, որ էլ չեմ տեսնի քեզ, ժպիտը քո էլ չի լինի ինձ հետ, էլ չես լինի Պատում, որ սերը մեր անցավ, որ էլ չկաս, որ էլ չեմ տեսնի քեզ, բայց իմ հոգում դու կապրես, կապրես, ավեր Կյանքը մեր շտաց Տվեց միջեմ ստացմունք, մենք խոստացանք լինել հավերժություն, այս աշխարհում խեղճ մեր սրտերում, ցուրտ մշուշ թախից պատել էր իմ հոգին, ցավ ու տանջանք լավից էր սիրտը Վերադարձիր ու սեր ինձ պարգևիր Մի փախչիր իմ սեր Ես չեմ կարող տեսնել ոչ լույս, ոչ ստվեր Միայն թե որ դու գաս թարվես կրծքիս Լույսը բացվի հոգուս Քեզ կտեսնեմ Քեզանով ամահացնել Աչքերդ միշտ պայլեն կյանքով լցվել Ախ իմ սեր, իմ սեր, իմ սեր
Շնորհակալություն։ Վերադարձանք տաղավար, այս պահին առաջարկում եմ դիտենք գովազդ, վերադառնանք և շատ հետաքրքիր թեմայից ենք խոսելու։ Գովազդ շանթի եթերում։ Ահա, վերադարձանք և այսօր առավոտից խոսում ենք փողերից, զեղչերից, ինչը և ունենալը, և չունենալը, այո, և գնումներ անելը, և գնումներ չանելը, իսկական ստրեսի է վերածվում։ Միևնույն է ստրես է առաջացնում։ Դառնում է ստրես և առհասարակ ժամանակակից մարդու համար այս խելահեղ անցուդարձը ստրես, և մենք այսօր հյուրընկալել ենք Մարիամ Մեհրաբյանին, ում հետ խոսելու ենք ինչպես ստրեսներից, այնպես էլ ստրեսից հատկապես Սև ուրբաթի կոնտեքստում։ Պետք է ասենք և նշենք, որ Մարիամը, եթե դուք չեք հասկացել հոգեբան է, և հիմա այդ ամենը մեզ կբացատրի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեզ համար փող ունենալը և փող չունենալը, ինչ-որ բան գնելը և ինչ-որ բան չգնելը ստրես առաջացնում է, թե ոչ։ Ինձ համար բնականաբար ոչ, բայց շատ մարդիկ գիտեմ, որոնց այս թեման շատ հետաքրքրելու է, և անպայման այսօր ուզում եմ, որ հատկապես այլ հարթակում, սոցհարթակում, նրանք կոմենտներում մի քանի հարցերի պատասխանեն, որոնք ես ուզում եմ հնչեցնել այսօր։ Խնդրեմ, այո։ Քանի որ կուլիսներում արդեն մենք մի քիչ քննարկեցինք ստրեսը, Սև ուրբաթը, զեղչերը, ուզում եմ, որ անպայման առանց կին տղամարդ տարանջատելու, նույնիսկ 18+-ից մինչև 65+ այս տարիքային շեմը վերցնելով, մարդիկ մեկնաբանությունների դաշտում գրեն, նրանք երբևէ Սև ուրբաթից առաջ գները ֆիքսում են, և անպայման հետո Սև ուրբաթը նրանց համար այդ բարձր գներից, ստրեսից ազատվելու միջոց է, թե ոչ։ Սա մեկ մեծ հարց, որը կարելի է խմբագրելով պատասխանել, և երկրորդ կարևոր հարցը, որ կուզենամ մարդիկ ստրեսի և զեղչի հետ կապված պատասխանել, այն է, որ երբևէ ավել փողը ավել ստրեսներից ազատել է իրենց, թե ոչ։ Ենթադրենք, ունեցել են օրավարձ 8000 դրամ, այսօր ստանում են օրավարձ 28000 դրամ։ Դրանից նրանց ստրեսները քչացել են, թե որոշ խնդիրներ լուծվել են, բայց ավելի մեծ ստրեսներ են ավելացել։ Շատ փող, շատ ստրես։ Ինձ այդպես է թվում։ Զարասա։ Ոնց հավոր, իհարկե։ Ես կամ ինտրիգ ավելացրեցի։ 8000 դրամ ունես, մտածում ես դրա մասին, որ կարող ես գնել հաց, պանիր, մածուն։ Ունես 28000 դրամ, արդեն մտածում ես, որ կարող միգուցե միս գնել։ Եթե միս, ապա ինչ միս, եւ այլն եւ այլն։ Միշտ մտածել ավելի լավ մեքենայի մասին, բնակարանը մեկը մի քանի գեղեցիկ զգեստի մասին, ավելի քան զարդի մասին։ Ինձ թվում է թեման այս կետում անսպառ է, մեծ գումար, մեծ ստրես, փոքր երեխա, փոքր ստրես, մեծ երեխա, ավելի մեծ երեխա, մեծ խնդիրներ այս կոնտեքստում։ Ուստի ստրեսը կարելի է քննարկել ոչ թե կապելով այս կամ այն հանգամանքի հետ, այլ ստրեսը կարելի է քննարկել առհասարակ մարդու ստրեսակայունության չափորոշիչից ելնելով, որովհետև ստրեսը որպես այդպիսի բնորոշ է բոլորիս եւ դա ինչպես կերակուրը առանց աղի, այնպես կյանքն է առանց ստրեսի, ուստի քննարկենք մեր ստրեսականությունը, որովհետև գեղեցկուհի Զառա մեկ բանալի տվեց, ասելով, որ ստրեսը փողը կա, ստրեսը քիչ է, դա վերաբերվելու հարց է։ Եվ եթե մենք այսօր այս եթերից դա տեղ հասցնենք, ոչ մի Սև ուրբաթ մեզ ստրեսի մեջ չի գցի։ Բայց կա նաև հոգեբանության մեջ դրական ստրես ասվածը, չէ՞։ Էուստրեսը, այո։ Էուստրեսը եւ օրինակ ես իմ վրա էլ զգում եմ դա, որ կա ստրեսի մի տեսակ, որից ես մոտիվացվում եմ, միանգամից իմ ուղեղը սկսում է շատ արագ աշխատել, այ ո՞նց է սահմանը հասկանալ, սա դրական ստրեսն է, թե բացասական ստրեսն է։ Ճանապարհը ինքնավերլուծությունն է, եթե էլ ավելի մասնագիտական պատասխանեմ, բայց ավելի հասանելի լեզվով կասեմ հետևյալը. մենք յուրաքանչյուրս մեր կյանքի առաջին օրվանից, այն է սոցիալիզացիայի ընթացքում, սովորում ենք այս կամ այն կերպ արձագանքել տարբեր ստրեսորներին։ Օրինակ, եթե երեխան դասերը չի սովորել, շատ կարևոր է մեծերի արձագանքը, ոչինչ այսօր չես արել, վաղը կանես, ոչինչ կլրացնես կամ սա ինչ է դու ինձ խայտառակ ես անում, փոքր հասակում ահա նման արձագանքները բնականաբար անհետևանք չեն անցնելու եւ այսօր որևէ բան ունենալու, չունենալու, հասցնելու, չհասցնելու, լավ կամ վատ ապրելու մեջ մի շատ կարեւոր ստրեսային մեխանիզմ կա, այն է
համեմատվելը։ Երբ մարդու մեջ նստած է համեմատվելը, ես ավել եմ, նա պակաս է, ես ավել եմ, երկու կողմից էլ մարդը իրեն դնում է ստրեսային փակագծերի միջև։ Սրանից ազատվելու համար մշակել մեխանիզմ չի կարելի անգիր մշակել, որտեղ վստահ եմ իմ գործընկերներն է շատ մարդիկ ասում են, մեզ կասեք գրքեր, որ մենք կարդանք եւ ազատվենք այս կամ այն խնդիրներից։ Իհարկե, սիրելիներս։ Ստրես ազատվելու գիրք եւ մածուկ գոյություն չունի ստում։ Ինձ էլ է այդպես թվում, բայց գիտելիքներ ունենալու ճանապարհին դեմ չեմ գրքեր իհարկե խորհուրդ տալուց։ Միևնույն է, եթե մենք ճանաչում ենք մեր ռեսուրսները, կարող ենք կրկին սիրելի Զարայի նման հասնել այն մտքին, որ օրինակ ստրեսը ինձ մոբիլիզացնում է, ստրեսը ինձ մոտիվացնում է, ստրեսային տարբեր իրավիճակներից ազատվելը ինձ տալիս է նեղ կոշիկի էֆեկտ, այսինքն կոշիկը սեղմեց, կոշիկը հանեցի, ինչ լավ է, շատ ստրեսային իրավիճակներ մեզ տալիս են այդպիսի էֆեկտներ։ Հիմա որևէ մեկը պատրաստ է առանց այդ էֆեկտների ապրելու, ես կարծում եմ կյանքը հենված է հաճույքի սկզբունքի վրա։ Այսինքն յուրաքանչյուր ստրեսից հետո գալիս է այն սև գծից հետո գալիս է սպիտակ գիծը, եւ մենք դրան սպասում ենք։ Հիմա սև ուրփաթը սպիտակ գիծ է շատերի համար, թե ոչ։ Ես չեմ նկատում, չգիտեմ, իմ համար յա կա, յա չկա, ճիշտ ասած։ Հարգելի Գոռ, ինձ թվում է ով ինչպես է դրան սպասում, որտեղ մենք ունեինք հարց, չէ, հաղորդման սկզբում, որևէ մեկը սև ուրփաթից առաջ ֆիքսել է, թե ոչ, որտեվ շատ հաճախ սև ուրփաթը եւ նման շատ մարքեթինգային ակցիաներ, զեղչեր, առաջարկներ եւ չգիտեմ էլ ինչեր, ուղղակի բերում են նրան, որ օ ես ձեռք եմ բերել ու դժվար եմ ձեռք բերել ու երկար եմ սպասել, բնականաբար հետևանքը լինելու է միայն դրական։ Եվ եկեք չմոռանանք, որ սև ուրփաթը ամենաշատ ուրախացնում է այն մարդկանց, որոնք որ ինչ-որ բան վաճառում են, ոչ թե ձեզ։ Ես ուրիշ հարց ունեմ տալու, ինձ այլ բան է հետաքրքրում։ Ստրեսը դա մարդուն է միայն բնորոշ, մրջունները, կովերը, կատուները վերապրում են ստրես, չգիտեմ, թե ոչ, թե դա միայն մարդը։ Բոլոր շնչող օրգանիզմներին, անգամ բույսերին չմոռանանք կենդանական աշխարհից հետո։ Դա բնորոշ է։ Բնորոշ է, որտեղ մենք բացի ես երևի ավելի հոգեբանական կտորը վերլուծեցի, բայց մենք ունենք ֆիզիոլոգիական եւ կենսաբանական ստրես ասվածը։ Ուստի կենսաբանականից ու ֆիզիոլոգիականից չես անցնի հոգեբանականը վերլուծելիս։ Կենսաբանական եւ ֆիզիոլոգիական process-ները, զգացողությունները ամբողջը փոխշփման մեջ են։ Եթե նկատել եք շատ մարդիկ, ովքեր շատ սիրում են բույսեր խնամել, միայն նրանց չէ բնորոշ ստրեսից ազատվելը, որտեղ նրա իսկ խնամքի տակ գտնվող բույսը լավ խնամքի դեպքում, լավ զրույցների դեպքում, լավ էներգետիկայի դեպքում էլ ավելի ծաղկում է։ Լսել եք վստահ եմ, մարդիկ կան ասում են ինձ մոտ այս բույսը չի աճում, կամ բույսերը ինձ մոտ չորանում են։ Ուպս, եկեք հասկանանք այդ որ ստրեսն է փոխադարձ, որ մարդ եւ կանաչ աշխարհ հարաբերությունների մեջ որ տեղի չի ունենում։ Կենթանական աշխարհում բնականաբար այնտեղ որտեղ կա բազմացման process-ը, վերարտադրման process-ը, այնտեղ ստրեսը կա, որովհետև նույն ձև կենթանական աշխարհում, նույն մայրանալիս, նույն ուրեմն հանդիպելիս, երբ որ էքարուն հանդիպում են, հա, շատ գեղեցիկ այդ ամեն ինչը բնորոշ է բոլորիս։ Հորմոնալ դաշտում առաջացնում է փոփոխություններ, իսկ ստրեսի համար պատասխանատու են մեր հորմոնները եւ իհարկե հակառակը։ Շատ հաճախ նշում են, որ ժամանակակից մարդիկ հորինել են այդ ամեն ինչը, չկա այդ խնդիրը բա մեր ժամանակ, ինչի էր այդպես, այսինքն անգամ մեկնաբանությունների մակարդակով շատ հաճախ երբ որ ինչ-որ խնդրից է խոսում հոգեբանական, հաստատ ավելի մեծ տարիք ինչ-որ մեկը գրում մեր ժամանակ այդ խնդիրը չկա։ Դե որովհետև հիմա մարդ կա, որ իր նկարը չեն լայքում, ստրես է ապրում, տատիկը չի հասկանում դա։ Բայց նամակը որ ուշանում էր պապիկից, բանակում, ստրես էր ժամանակ ուներ իր ստրեսերը։ Եթե միֆ է, որ ժամանակակից մարդը ավելի շատ է ստրես տանում, թե ամեն դեպքում ժամանակակից մարդու մոտ ավելի շատ է ստրեսը։ Ես երկու կողմից էլ գամ, որովհետև մարդիկ մեր ավակ սերունդը, երբ ասում են մեր ժամանակ չի եղել եւ այլն, բայց այն ժամանակ էլ մոռանում են ստրեսների այն մեծ համախումբը, որը կապված էր կենցաղային ավելի սուղ պայմանների
պայմանների հետ, բայց մենք ունենք ադապտացիայի մեխանիզմ, որը հակաստրեսի մեջ շատ խոշոր կտոր է։ Ուստի, երբ բոլոր ժամանակներում ստրեսը քննարկում ենք, գալու ենք մի կետի, որ այնինչ նորույթ է ձեզ համար, դա ձեզ համար ստրես է, իսկ ձեր հինը նորի հետ համեմատած էլ ավելի ստրեսային կարող է լինել այս սերունդի համար։ Ուստի եկեք քննարկենք ադապտացիան, որովհետև եթե մարդու մոտ ադապտիվ մեխանիզմները թույլ են կամ ադապտիվ մեխանիզմները ուժեղ են, այստեղ ստրեսակայունությունը այն է, ինչ մենք հիմա քննարկում ենք, որովհետև շատ մարդկանց կարող է էլ ավելի ուրախացնել, որ նա ավելի մեծ խնդիրներ հաղթարեց, նայելով հետևյալ կողմից, դժվարությունները հնարավորություններ են։ Այս մարդիկ նույնիսկ ինտելեկտուալ հաճույքի մակարդակում ամեն օր ստեղծում են ավելի բարդ խնդիրներ։ Մեկ բիզնես ունեին, ստրեսի ճանապարհը անցել էին երկրորդը, երրորդը, չորրորդը, նշանակում է այդ ինտելեկտուալ հաճույքը ստրեսի հաղթահարման բնորոշ է մարդկանց այս խմբին։ Մեկ ուրիշ մարդ հայտնվում է կոմֆորտ զոնայում եւ ասում է ինձ այսպես է լավ է։ Հերիք է մի քանի հարց տաս, արդեն սկսվում է այն հայտնի մեխանիզմը, որ նա դժգոհ է իր կյանքից, որ իրեն չեն հիշում, իրեն չեն զանգում, բոլոր իրեն մոռացել են, աշխարհը անշնորհակալ է։ Այսինքն կոմֆորտ զոնայի մեջ նա որդեգրեց ոչ թե ադապտացիայի մեխանիզմ, այլ դեզադապտացիայի մեխանիզմ, փախուստ կատարելով իր ուրեմն ներքին իր ներաշխարհը։ Շատ դեպքերում նորից մեծահասակները, այսինքն անպայման չի մեծահասակները, հաջորդ սերունդը ասում են, որ մենք ավելի դիմացկուն ենք, մենք այս ամեն ինչին դիմանում ենք, դուք ոչ, այս ինչա կատարվում հիմա, այդպիսի բան կա, թե դա էլ է հորինված եւ միֆ է։ Չէ, հորինված չէ, ես իրականում շատ հարմար կարող եմ մեկնաբանեմ երկու սերունդների դժվարությունները, որովհետև այսօր մեր ավագ սերունդը տեսնում է, ասում եմ, կոճակի մեխանիզմ։ Կոճակը սեղմեցիր, հագուստը մաքուր է, կոճակը սեղմեցիր, ափսեները մաքուր են, կոճակը չսեղմեցիր, ծապ տվեցիր, վարակույրը բացվեց կամ ռոբոտը տունը փայլեցրեց։ Բնականաբար, երբ տատիկի մայրիկը կամ տատիկի տատիկը նայում է, թե ոնց է երիտասարդ աղջիկը iPhone-ի մի սերիա ներքևում ստրես ստանում կամ չի գտնում լիցքավորման լարը եւ դա շատ ստրես է կամ ինքը ուշանում է եւ չի գտնում մեքենայի բանալիները, բնականաբար պետք է ասի, այ բալաջան, բա մեր ժամանակ մենք էս տարբեր բաներ անում ենք։ Կրկին գամ չհամեմատելը ավելի լավ խորհուրդ է բոլորին այստեղ, որովհետև ավագ սերունդը ընդհանրապես կարող է օգտակար լինել նկարագրելով իր դժվարությունները եւ դրա հաղթահարման ուղիները, որտեղ վստահ եմ, հաղթահարման ուղիները բոլոր տեղերում նույնն են, այսինքն կամք, համառություն, սկզբունքայնություն կամ կազմակերպվածություն եւ համակարգ ստեղծելը։ Եթե կա համակարգ, ես մութուցուր տարիների սերունդ եմ եւ միայն ժպիտով եմ այդ օրերը հիշում մոմի լույսի տակ անգլուխ ձիավորը կարդալը կամ մոմը ավարտվում էր նավթը այսպես կարգավորելը եւ ամբողջ ընտանիքով թեյախմությունը, որտեվ ես այս կողմից եմ նայում։ Հիմա շատերը կասեն ինչ էլ բան ա գտել լավ բանով հիշելու, նրանք էլ են ճիշտ, բայց ես իհարկե կուզենամ բերեմ իմ դաշտ, գնահատելով, որ իմ ստրեսակայությունը այստեղ բարձր է։ Եթե վերադառնանք նորից Սև ուրբաթին, ո՞նց հասկանալ։ Մնացել է Սև ուրբաթի տակ դու։ Ոչ, ես կոնկրետ պատրաստվում եմ Սև ուրբաթին։ Գները ֆիքսել եք։ Պատրաստ ես արդեն։ Չէ, ցավոք գները չեմ ֆիքսել, բայց հոգեբանորեն շատ հաճախ մենք չենք հասկանում որն ենք մենք ուղակի ուզում եւ որն է մեզ իսկապես պետք։ Այդ սահմանը գնում կատարելիս ոնց հաղթահարել, որովհետեւ հատկապես on-line գնումների դեպքում սենց կողեն գնել ու չօգտագործել։ Ես նկատեցի Զարայի շարժումը գնել, այսինքն դա էլ է կոճակի մեխանիզմն է աշխատում, որը շատ հեշտացնում է եւ դրամապանակի հոսքը դառնում է անկառավարելի, որտեղ դու չես շոշափում այդ գումարը, որ տալիս ես ինչ-որ մեկին։ Իսկ այդ գումարը վստահ եմ դուք նույնպես ձեր թանկ ժամանակի հաշվին եք վաստակում, քրտնաջան աշխատանքի հաշվին եք վաստակում, բայց շատ կարևոր հարց է եւ ես միշտ ստրեսի ժամանակ հատկապես այստեղ կա տարիք, շատ երիտասարդ աղջիկների, նույնիսկ տղաների համար դա վերլուծում եմ, որ գիտեք, շոպո հոլամոլությունը, որը որ հենց Սև ուրբաթը այդտեղ է կառուցված, գալիս է այն հոգեվիճակի վրա է տեղավորվում հարմարավետ, որտեղ որ դուք համար ստեղծել է սպասումներ։ Իսկ այսօր շուկան բազմազան է, գունեղ է եւ նաեւ on-line վաճառքների դեպքում
հեշտացված է եւ նույնիսկ այնտեղ թվեր են նկարվում, ինչ որ թիվ է գրված, որը ջնջած է, նոր թիվն է եւ այլն, բայց ես ձեր օգնությամբ այսօր այս հետազոտական աշխատանքը սկսում եմ լայն մասաների հետ։ Եթե դուք արժեքները ֆիքսել եք, սև ուրբաթը ձեզ համար վտանգավոր չէ։ Եթե չեք ֆիքսել, ապա տեղի է միշտ ունենում մի բան, որ մենք դառնում ենք ուղղակի մարքեթինգի զոհ եւ լցնում ենք էմոցիա, այդ էմոցիան բնականաբար շատ ուրիշ տեղերից կարելի է ստանալ, այդ նույն գումարով օրինակ արևածագ դիմավորել Հայաստանի հայտնի գեղեցիկ վայրերից մեկում եւ նորից էմոցիայով լիցքավորել, օրինակ, բայց կոճակի մեխանիզմը ինքը հեշտացնում է եւ շատ հայտնի հորմոնալ հետազոտություն կա, որ քլիքը տարբեր տեղերում այդ ուղղակի խաղամոլության հետազոտության մեջ է, ինքը հորմոնալ փոփոխություն է բերում, նույն իրեն դոֆամինի արտադրություն է, որովե տարբերություն չկա, դուք գնում կոճակն եք սեղմում, թե շահիր կոճակն է սեղմում, նույն մեխանիզմն է աշխատում։ Քիչ կոճակներ սեղմեք, փորձեք ստրեսերից ձերբազատվել, այն խորհուրդներ օգտագործելով, որը որ ձեզ հենց նոր տվեց Մարիամը։ Շատ կարևոր է գործածվող խորհուրդները, ես կկիրառեմ անպայման։ Եվ անպայման Մարիամի հարցերին խնդրում եմ ուշադիր պատասխանեք, Մարիամը ունի դրանում նաև գիտական ինչ-որ հետաքրքրություն, իսկ դուք կստանաք ձեր շատ հարցերի պատասխանը եւ օրինակ կհասկանաք, որ իրականում 2 ամսվա առաջվա գները այսօրվա գներից ավելի ցածր են, բայց դուք պարզապես դարձել եք մարքեթինգի զոհ։ Իսկ զոհ լինելը լավ բան չէ։ Այո, շնորհակալություն հայտնենք Մարիամին, Ժեստ հոգեբանական կենտրոնի հիմնադրին, իսկ այս պահին մենք գնում ենք գովազդ դիտելու, վերադառնանք եւ շարունակենք։ Գովազդ։ Վերադարձանք տաղավար, շարունակում ենք մեր թողարկումը։ Այս օրերին դեռ ակտիվորեն շարունակում են ուսուցիչների կամավոր ատեստավորումները։ Նոյեմբերից սկսած ժամանակացույցը դեռ չի սպառվել, բայց շատ ուսուցիչներ բարեհաջող կարողացել են անցնել այս փորձությունը ավելի բարձր գիտելիքներով ու աշխատավարձի սպասումներով։ Մեր տաղավարում են Արաքսիա Հայրապետյանը, 118 ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի եւ Քնարիկ Պետրոսյանը, գերմաներենի ուսուցչուհի։ Բարև ձեզ ընկեր Հայրապետյան եւ ընկեր Պետրոսյան։ Guten Morgen եւ good morning։ Այսքանով սահմանակ փակվենք օտար լեզուների իմացությունը։ Նախ շնորհավորում ենք ձեզ եւ հարց համար 1 ինչու գնացիք այս փորձությանը եւ արդյոք դժվար էր թե հեշտ էր ձեզ համար։ Ճիշտ ասած, մասնակցությունը ավելի շատ մարտահրավերային էր ինձ համար։ Նախ առաջին հերթին, որպեսզի ինքս ինձ եւս մեկ անգամ ստուգեմ, հասկանամ իմ հնարավորություններն ու կարողությունները եւ իհարկե երկրորդ ակնկալիքը դա ֆինանսական բարելավումն էր, որը իհարկե այդպես էլ եղավ եւ ես արդեն 1 տարի է այդ հավելավճարի կրողն եմ, ստացողն եմ եւ իսկապես փոփոխություններ։ Բարձր աշխատավարձ։ Այո, ստանում ենք ել ավելի բարձր աշխատավարձ, նախ փոփոխություն է ենթարկվել դրույքաչափի գումարի մեջ, ապա նաեւ 50% հավելավճար, որը զգալիորեն տարբերվում է նախկին վիճակից։ Աշխատավարձ։ Հեշտ էր թե դժվար էր։ Չի, ասի հեշտ էր, պարզապես մենք անընդհատ փորձում ենք ստուգել մեր գիտելիքը եւ կրկնել եւ քննությունը մեկ անգամ եւս փորձության նման մի շրջան է, որը մենք փորձում ենք անընդհատ գիտելիք ստանալ, հա, եւ մեր մասնագիտության մեջ ավելի խորանալ։ Կարծում եմ դա փորձության նման մի բան էր, որը հաղթահարելու դեպքում շատ հաճելի է։ Ես ներողություն եմ Նուզարայից։ Այսօր արդեն ստրեսների մասին խոսել ենք, չէ՞ որ դուք ամեն աստծոր ձեր մասնագիտական գործունեությամբ ստրեսի եք ենթարկում երեխաներին։ Դե տարի մեկ անգամ է դուք ստրեսի ենթարկեք եւ դարձեք ձեզ ստուգեն, հասկանանք, լավ է թե լավ չի։ Մենք ինքնակամ դիմել ենք։ Պատրաստ եք։ Իհարկե, անկեղծ ասած ինձ համար ստրես չի եղել, որևէ անգամ որևէ նման քննական փորձ ունենալը, մի փոքր այդ մասով ես ավելի կայուն եմ, հանգիստ եմ եղել միշտ բոլոր տեսակի քննություններին եւ այս անգամ նույնպես միգուցե եւ այդ իմ հանգստությունն էր, որ ավելի օգնեց, այո, որովհետեւ շատ
տղամարդերը կան, որոնք հենց ստրեսային իրավիճակից ելնելով չեն կարողանում հաղթահարել, որովհետև այդ ամեն ինչը իրենց համար մի փոքր ստրեսային է լինում եւ այնտեղ խառնվում են, ինչ որ գիտելիքները կարծես թե անհետանում են, այդպիսի իրավիճակներ է ստեղծվում, դրա համար ինձ համար չէ, ինձ համար ստրեսային չի եղել եւ ես շատ հանգիստ եմ այդ մասին։ Հուսանք նաեւ որ ձեր աշակերտների համար ամենօր ստրեսիկ չի լինում։ Չի լինում, որտեղ մենք էլ փորձում ենք իրենց համար ստեղծել այնպիսի միջավայր, որ իրենք էլ չենթարկվեն այդպիսի ստրեսների։ Միայն գիտելիքը բավարար է, թե հավելյալ ինչ որ այլ հմտություններ են պետք, որովհետեւ երբեմն լինում է այդպիսի կարծիքներ ենք լսել, որ օրինակ գիտելիքը կար, բայց SSS հմտությունները չկար, շուտ կողմնորոշվելը չկար, ժամանակը չբավականացրեց, այլ ինչ հմտություններ են պետք։ Իմ կարծիքով գիտելիքից զատ պետք է նաև արագ կողմնորոշման, հա, խնդիրը, բայց դա ավելի շատ գործնական շատ աշխատանքի արդյունքում է լինում այդ շուտ կողմնորոշվելը։ Դու կարող ես գիտելիքներն ունենալ, բայց նմանատիպ առաջադրանքների մեջ հմտություն չունենալ կողմնորոշման եւ արդյունքում չցուցաբերել այն արդյունքը, որը որ դու նախընտրում ես կամ ակնկալում ես։ Վերապատրաստումները ինչով են օգնել, Եվ արդյոք դուք անցել եք վերապատրաստում, թե դուք ձեր բազայով գնացել եք եւ հանձնել եք։ Ես այս տարի անցել եմ 1 ամսյա 8 դասաժամեր վերապատրաստում եմ անցել մանկավարժական համալսարանում եւ դա օգնել է շատ ինձ։ Իհարկե ես ինքս եւս շատ պատրաստվել եմ, որովհետեւ միայն 8 ժամը բավարար չէր լինի, բայց դասախոսի օգնությունը բավականին օգնել է ինձ։ Նոր բաներ սովորել եք, ինչ որ դա ինչ է, մեթոդոլոգիայի մեջ էր նորություն։ Օրինակ մենք քերականությունն ենք ավելի շատ ուսումնասիրել, որովհետև դասաժամը շատ քիչ էր 8 ժամի մեջ, եւ մնացածը ես ինքնուրույն եմ աշխատել։ Այսինքն մենք փորձել ենք այդ մակարդակում, հա, քննության մակարդակին համապատասխան միասին աշխատել եւ նաեւ ինքնուրույն աշխատանքը։ Այս գործընթացը արդյոք ստեղծում է առողջ մրցակցություն ուսուցիչների մեջ, թե հակառակ ազդեցությունը կարող է ունենալ։ Ես կարծում եմ, որ չի կարող հակառակ ազդեցություն ունենալ, որովհետև այո, իսկապես առողջ մրցակցություն է եւ այստեղ շատ կարեւոր է կոլեկտիվի մոտեցումը եւ կոլեկտիվի վերաբերմունքը։ Ես մեր կոլեկտիվի մասին կարող եմ խոսել, մենք այստեղ բոլորս մեկս մյուսի համար պատրաստական ենք ցանկացած հարցում օգնելու եւ այո, բոլորս ուրախանում ենք մեր հաջողություններով եւ տխրում ենք մեր անհաջողություններով, այսինքն պատրաստական ենք ամեն հարցում իրար օգնելու։ Կարծում եմ, որ դա շատ կարեւոր է։ Ինչքան է բարձրացել ձեր աշխատավարձը կամ տոկոսային հարաբերությունով կամ կարող եք եթե գլխին չպետական ասել ինչքան եք ստանում առաջ, ինչքան եք ստանում հիմա։ Ես կարող եմ ասել, որովհետև ես անցյալ տարվա հաղթողներից եմ, այսպես ասած, եւ արդեն 1 տարի է հավելավճարով եմ ստանում իմ աշխատավարձը, զգալիորեն է տարբերվում, կարելի է ասել գրեթե կրկնակի տարբերություն կա, հա։ 100% մի փոքր քիչ շատ է, բայց եթե հաշվի ենք առնում, որ դրույքաչափն է փոխվել եւ դրա վրա նոր արդեն 50%-ը ավելանում է, այդ պարագայում այո, բավականին զգալի տարբերություն կա։ Ես մի բան եմ ուզում հարցնեմ, պարոն վարչապետը հայտարարել է, որ մեր երկրում կան 2 ուսուցիչ մինիմում կամ մաքսիմում չգիտեմ, որոնք որ ստանում են 700,000 դրամի չափ աշխատավարձ։ Այդ ինչ են արել այդ ուսուցիչները եւ քանի ժամ են ստացված։ Դա ինչքան է։ Հնարավոր է թե հնարավոր չէ։ Իրականում դասաժամերի պարապելու քանակը այնպես չի, որ ինքը կարող է շատ բարձր լինել, ամենաշատը կարող է ծանրաբեռնվածությունը լինել 30-31, դրանից ավել ծանրաբեռնվածություն ունենալ չի կարող ուսուցիչը, իհարկե դրան կարող է ավելանալ նաև տարակարգը, միգուցե այդ ուսուցիչները այո ունեն բարձր տարակարգ եւ դա ավելացել է։ Ինչ է դա նշանակում բարձր տարակարգ։ Տարակարգը դա ուսուցչին եւս հնարավորություն է տալիս հավելավճար ստանալու։ Իսկ ով է տալիս այդ տարակարգը։ Տարակարգը դիմում են ուսուցիչները եւ տարակարգը շնորհվում է իմ կարծիքով էլի կրթության
տնտեսության նախարարության Ինչ-որ էլի քննություններ են հանձնում։ քննություն չէ, այնտեղ արդեն եւ մասնագիտական մոտեցումներն են եւ այո, հոդվածներ են լինում եւ մանկավարժական փորձն է այնտեղ լինում, ինչ որ դասերի նկարահանումներ են լինում, որոշակի դասապլանների մշակումներ են լինում, այդպիսի ինչ որ պահեր կա, որ այո, միգուցե եւ էտա պատճառը, որ իրենց մոտ շատ ավելի բարձր է, հա, աշխատավարձը։ Բայց այսպեսի մի հարց, ես իմ աման ուսուցչուհի է, դա մար սենց հարցերը իմ մոտ մեկ-մեկ առաջանում են, միայն գիտելիքը բավարար է այս ատեստավորումը անցնելու համար, որովհետև ուսուցիչը դա միայն գիտելիքի մասին չէ, այսինքն այնտեղ կան մանկավարժական որակներ, երեխաների հետ շփվելու հմտություններ, այս սրանք ինչ-որ հոգեբանական մոտեցում, որտեղ կարող է շատ գիտելիքներ ունեցող մանկավարժը երեխայի հետ չկարողանալ աշխատել։ Ձեր կարծիքը այս մասով։ Երբ որ դուք հանձնում եք այդ քննությունները, այդտեղ միայն գիտելիքներն են։ Ատեստավորման քննությունը իհարկե գիտելիք, միայն գիտելիք։ Օրինակ հոգեբանական ոչ մի թեստավորում չի արվում։ Չէ, ատեստավորման քննությունը միայն գիտելիք է, մասնագիտական։ Այդ գիտելիքը, հա, լավ, մի հատ հարցին պատասխանեք նոր։ Չէ, զուտ ձեր տեսակետ արդյոք արդարացի է ստուգվում ամբողջական ուսուցիչը ինքը ամբողջությամբ, որտեղ ուսուցիչը միայն գիտելիքի մասին չէ։ Ատեստավորումը միայն գիտելիքն է ստուգում։ Ուսուցիչը միայն գիտելիքի մասին չէ, բայց ատեստավորումը միայն գիտելիքի մասին։ Այո, իրականում այո, կա այդ պահը, որ ատեստավորումը միայն գիտելիքի հատվածն է ստուգում, իսկ այն թե ինչպես է ուսուցիչը դասավանդում, երեխաների հետ շփման մոտեցումները, հոգեբանական հնարավորությունները, աճը այդ մասով, որպես մանկավարժի, դա չի ստուգում։ Դա անստուգելի է կարծես թե այս պահին։ Իսկ այս ատեստավորումը ձեզ որպես արհեստավարժ մարդ օգնում է, այսինքն դուք ատեստավորումից հետո ձեզ ավելի վստահ եք զգում, էլ ավելի բարձր մակարդակի ուսուցիչ եք ձեզ համարում, թե ոչ։ Կարծում եմ, որ ատեստավորումը չէ, որ պիտի մեզ հնարավորություն տար զգալու արհեստավարժ ուսուցիչ, սա ուղղակի հնարավորություն էր մեզ համար մի փոքր բարելավելու մեր ֆինանսական վիճակը, այո։ Շատ բարի, շատ շնորհակալություն։ Հուսանք, որ բոլոր ուսուցիչները գոնե իրենց ֆինանսական իրավիճակը բարելավելու համար այս ամենը կանցնեն, բայց իրականում իհարկե սա շատ մեծ խնդիր է եւ խնդրեմ, որովհետեւ մեր երկրում մենք տեսնում ենք, որ ուսուցիչները չեն ստանում այնպիսի աշխատավարձ, ինչպիսի աշխատավարձի են նրանք արժանի։ Եվ համարվում են աշխատող աղքատներ։ Այո, ամենակարևոր մարդիկ են մեր յուրաքանչյուրիս կյանքում եւ մեր ապագայի կյանքում ուսուցիչները։ Համաձայն եմ։ Հուսանք, որ նրանք կստանան կենտրոնական բանկի աշխատակիցների նման աշխատավարձ մինիմում։ Այո, որովհետև արժանի են եւ կրթում են մեր ապագան։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալություն, այս պահին գովազ շանտի եթերում, գովազդից հետո կշարունակենք մեր առօրյա եթերը։ Վերադարձանք տաղավար եւ մեր տաղավարում է արդեն Լիկա Մեսրոպյանը, ինչպես գիտեք, հենց ուրբաթ օրը ուղիղ եթերում պատասխանում ենք շաբաթվա ընթացքում ամենաշատ, այո, հետաքրքրող հարցերին, մենք էլ ենք հարց պահել հենց շաբաթվա ընթացքում, այս շաբաթ հարցերից դատելով մեր հեռուստադիտողները առավել հետաքրքրված էին հենց կրեմների պատրաստմամբ եւ պահպանմամբ։ Մեսրոպ Մաշտոցը կարծես թե շուռ եկավ։ Կրեմը հայերեն է։ Հա։ Լավ, օքեյ, ուրեմն շուռ չեկավ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես եք։ Շատ լավ, դուք։ Մենք էլ ենք շատ լավ։ Նախ խնդրում եմ հարց, որը բոլորին հուզում է։ Ինչպես կարելի է այդքան համեղ բաներ պատրաստել, այդքան քաղցր բաներ պատրաստել, փորձել եւ մնալ այսպիսի երիտասարդ եւ գեղեցիկ, սլացիկ կազմվածքով եւ մնացած բոլոր այդ կողքի բաներով։ Ինչպես։ Որտեղ գաղտնիքը։ Շատ են ինձ հարցնում, բայց այս անգամ իրոք կպատասխանեմ իմ գաղտնիքը հենց։ Ես չեմ ենթարկվում կյանքի օրենքներին, առհասարակ կյանքում ինչ ասվում է, վտանգավոր է շաքարը, վտանգավոր է ալյուրը։ Ես չեմ հավատում։ Եվ վերջ։ Եվ վերջ։
Ես հավատում եմ, որ հակառակը, երբ որ ես ուտեմ քաղցր, իմ տրամադրությունը կբարձրանա։ Երբ որ ես ուտեմ այն, ինչ ինձ դուր է գալիս, ես կլինեմ ավելի ուրախ, ավելի երջանիկ այդ Նյո պահին։ պետք է battle այստեղ կազմեք, Լիկան ընդդեմ Մանոյի։ Ես Լիկայի թիմում եմ, հիշում եք։ Այո, Լիկայի թիմում ես, բայց դու էլ հարցեք ինչա ուտում։ Ինչ ես ուտում։ Շատ քաղցր։ Էլ ինչ ես ուտում։ Ինչ չես ուտում, լավ։ Դու ամեն ինչ որ սիրում ես չես ուտում, չէ՞։ Հիմնականում աշխատում, ես ասացի, որ մենք մեկ անգամ ենք ապրում եւ ես ինձ չեմ զրկում։ Արդեն գալիս ես դեպի մեր ճամբար ոնց որ։ Այսինքն եւ դա հոգեպես եւ վերջ։ Այո։ Սպորտով չեք զբաղվում։ Չեմ զբաղվում։ Չեք առավոտյան, չեք դուրս գալի, չեք վազում, չեք աբարան եւ Ոչինչ չեմ անում։ Օրը 4-5 ոչ մի բան, 4-5 կտոր խմորեղենը պարտադիր։ Նախ համտեսում եմ, անունը դրել եմ համտեսում եմ, բայց շատ եմ սիրում։ Դե որ համտեսում ես, պետք է ուտես։ Հասկացանք, ահա այսպեսի պատասխան Լիկայից, իսկ հիմա այն հարցը, որ 3 շաբթվա օրվանից փայփայել ենք։ Յոգուրտային բիսկվիտը մեզ շատ գրավեց, տեսքը։ 3 շաբթի օրվա մեր եթերում էր, ամսի 25-ի եթերում, եթե հեռուստադիտողներ ուզենան գնան նայեն, կարող եք գտնել, այո։ Համեղ էր թե ոչ եւ խորհուրդ եք տալիս պատրաստել թե չէ առհասարակ առանց ալյուրի այդ ուտեստները, որոնք որ եւ թխվածքները, որոնք որ այդքան դարձել են հանրահայտ եւ այդ ռիլերը եւ այլն։ Առանց ալյուրի։ Այսինքն մենք նորից վերադառնանք իմ կյանքի օրենքներին, որ ալյուրը լավ է։ Հանգիստ կերեք ալյուրը, բայց ամբողջ կյանքում մարդիկ կերել են հաց։ Այսինքն այդքանի համով չէր այդ յոգուրտային բիսկվիտ։ Չէ, բիսկվիտը համեղ էր։ Բիսկվիտը ես նախորդ ուրբաթ պատմեցի, որ ինձ հարց տվեցին, եղել է արդյոք նկարահանման ընթացքում, որ ինչ-որ մի բան չի ստացվում։ Եվ ես հենց այս բիսկվիտի մասին պատմեցի, որ YouTube-յան ալիքից վերցեցի բաղադրատոմսը եւ չկարդացի բաղադրիչները, այնտեղ ալյուր չկար։ Պատրաստելու ընթացքում հասկացա, որ ալյուր չկա եւ ավելացրեցի եւ չստացվեց այն բիսկվիտը, ինչ որ կար, ինչ որ պիտի լիներ։ Բարձր էր այդ բիսկվիտը YouTube-յան ալիքում, իսկ ինձ մոտ ստացվեց ցածր, բայց համեղ։ Դե ինչպես ասում են Մեսրոպ Մաշտոց, թող ցածը լինի, բայց համեղ։ Համեղ, Մեսրոպ Մաշտոցներ ասեն։ Այո, իհարկե, Մեսրոպ Մաշտոցը միշտ ասում է ցածր, բայց համեղ։ Հասկացանք։ Բայց հաճախ եք փորձում այդպիսի բաղադրատոմսեր, որովհետև կա կարծրատիպ, որ եթե ասում են ամեն դեպքում մի բան չեն ասում կամ զուտ դիտումների համար են այդպիսի վիդեոներ անում։ Կամ վերջերով չէ, որ ինչ որ բան դիտում ես, չէ, անհասկանալ է, չէ, համեղ է թե չէ։ Տեսքը միգուցե գեղեցիկ է։ Լինում է որ դիտումների համար ասում են ընդամենը մեկ բաղադրիչ եւ դուք կունենաք այսպիսի տորտ։ Հետո նայում ես մեկ բաղադրիչ չի։ Խապում են, էլի։ 31 Չէ, բաղադրիչ։ չեն խապում։ Լինում է որ ես օրինակ չեմ խապում։ Ես էլ եմ չեն նկարում։ Մենք ձեզ ենք հրավիրել, ոչ թե այն խափնաններին, այո։ Փորձում եմ, պարտադիր փորձում եմ, ինձ հետաքրքիր է ինչ կլինի, բայց նախքան փորձելը սովորաբար կարդում եմ։ Եվ ըստ բաղադրիչների հասկանում եմ արդեն համը եւ կստացվի թե չի ստացվի։ Եթե տեսնում եմ, որ չի ստացվի, ամեն դեպքում փորձում եմ պատրաստել, որ հասկանամ որտեղ է սխալը եւ գտնեմ այն բաղադրիչը, որը որ չեն գրել կամ ավելորդ է եւ փորձեմ շտկել։ Լավ, հիմա վերադառնանք շաբաթվա թեմային, կարծես թե կրեմեր, որոնք կարելի է օգտագործել ըստ ձեզ, որոնք չի կարելի, որոնք շուտ են փչանում, որոնք համեղ են, որոնք ոչ, որոնք գեղեցիկ են միգուցե, որտեղ մենք հիմա տեսնում ենք, չէ, տորթեր, չգիտեմ ինչ, քանի հարգանի պատրաստած, գեղեցիկ, բայց հեչ ուտելու բան չեն։ Բայց գեղեցկության համար, այո, մարդիկ գնում են ինչ-որ զոհաբերությունների։ Համը կորցնելով։ Դուք երևի չգիտեք, որ այդ տորտերը տորտ չեն։ Ուտելու չեն։ Գիտեմ, էդ գիտեմ, այո, բայց դե հիմա ասում են մարցիպանը, չգիտեմ ինչ, բայց ես օրինակ գիտեմ, որ մարցիպանը պետք է, չէ, ճիշտ մարցիպան պետք է ուտես եւ գնաս օրինակ Շվեյցարիա մարցիպան։ Թե ինչի Հայաստանում կա։ Հայաստանում է կա լավ Մեզ մոտ կա։ Կամ կանգնած անպայման։ մարցիպան։ Ամեն ինչի գաղտնիքն է։ Լավ, կրեմերը։ Որ կրեմերն եք դուք սիրում եւ նախընտրում։ Ես բոլոր կրեմերն եմ սիրում։ Ինչը քաղցրը ես սիրում եմ, կապ չունի, համեղ է թե համեղ չէ, այնինչ պատրաստված է մեզ մոտ, բայց կրեմները մաքսիմում ունեն 72 ժամվա կյանք։ 72 ժամից ավել չի կարելի պահել, սակայն, ինչպես կարող եք նախ անդրադառնամ այս հարցի, դա հարց չի, բայց անդրադառնամ, որ մարդիկ նաև իմանան, երբ որ դուք տեսնում եք կրեմի մեջ շերտավորվածություն, այսինքն կտրված տեսք ունի, ուրեմն խմորեղենը բսկտված, փրփրտված, ուրեմն այդ տորտը վերադարձել է, նորից մտել է խանութ կամ ինչ որտեղ։
Կամ սեղան։ Կամ սառցախցիկի մեջ է եղել երկար ժամանակ, հալել մեծ արտադրության ժամանակ, այդպես են անում։ Եվ երբ որ հանում ես արդեն գալիս է տան ջերմաստիճանի, բնականաբար շերտավորվում է։ Դրա համար չի կարելի սառացնել։ Շատ մարդիկ սառեցնում են կրևերը, բայց հետո շերտավորվում արդեն փրփրթվում է։ Իմաստ չունի։ Իմաստ չունի։ 72 ժամ, այսինքն պետք է թարմ ուտել։ Հա։ Կան կրեմեր առասարակ չի կարելի սառացնել, որտեղ կա սերուցք, որտեղ կա սերուցքային պանիր, այդ կրեմերը առասարակ չի սառեցնել։ Չիզքեյքերը չի կարելի սառեցնել։ Չիզքեյքը թխված վիճակում եւ պատրաստի վիճակում կարելի է, որովհետեւ այնտեղ չիզքեյքը արդեն թխված վիճակում է, կրեմ չի, իսկ սառեցված չիզքեյքը հենց մենք սառեցման միջոցով ենք ստանում եւ այնտեղ կա ժելատինի հիման վրա կարելի է սառեցնել։ Կարակով պատրաստված կրեմեր գոյություն են եւ մարգարինով։ Կարելի է տարբերել տեսքով։ Իհարկե, միանշանակ, համով։ Պատմեք, լայվ խակեր եք։ Կարակովը ավելի համեղ է, քան մարգարինը։ Բացի այդ, ես ունեմ մի գաղտնիք, չգիտեմ ասեմ թե չէ։ Եվ եթե ես ձեզ այդ գաղտնիքը ասեմ, դուք հաստատ արդեն սկսելու եք օգտագործել եւ ոչինչ այլևս չեք ուտի։ Միայն դա կուտենք։ Միայն դա։ Չէ, մենակ լակի կուտեք։ Էլի վաճի։ Երբ որ այդ տեստը անցնեք եւ հասկանաք մարգարինը որտեղ է, բուսայուղերը որտեղ է եւ բնականը որտեղ է, ոչ մի տեղ հաց չեք ուտի։ Հասկացա։ Դե հիմա բացատրեք պես վիզուալ հնարավոր է թե ոչ եւ Վիզուալ ինչպես։ հնարավոր է։ Վիզուալ ինչպես մենք փորձարկում ենք կարակը, կտրելուց, երբ որ սառած վիճակում է, կտրում ենք եւ տեսնում ենք փրփրթվում է։ Ուրեմն այնտեղ կա սպրեդ, մարգարին չէ, սպրեդ։ Սպրեդ, որը բուսական յուղերի վրա պատրաստված է։ Եվ առասարակ կարող ենք նաև տարբերել գույնից։ Ամեն դեպքում կարակը ունի դեղնավուն երանգ, իսկ սպրեդը ունի սպիտակ։ Երբ որ կրեմը, որը մեզ ծանոթ է, ենթադրենք հտացրած կաթ եւ կարակ, բոլորս երանգը գիտենք։ Բայց եթե ավելի դեղնավուն է, ապա կարակ է։ Եթե ավելի սպիտակ է, ուրեմն բարձ է։ Զարա։ Բայց տորթի տեսքի գույն ստանալու վրա դա ինչ որ ազդեցություն ունենում է, եթե օրինակ ինչ որ գույն պետք է ստանաք։ Արհեստական։ Տորթի համար օրինակ կարմիր լինի տորթը, կանաչ լինի, ինչ որ կերպ այդ երանգը ազդում է, թե չէ։ Չէ, բոլորովին։ Բացարձակ չի ազդում։ Այդ երանգները Չէ, հարցը այն էր, որ եթե մի քիչ դեղնավուն լինի կարակին, հետաքրքիր էր այդ գունային, բայց կներեք, քանի այս թեմայով խոսում ենք, այ վաճառելու դեպքում մի քիչ ավելի դժվար է, որովհետև այդ ցուցատախտակի վրա ամեն դեպքում ցուցադրվում է եւ 72 ժամ բիզնեսի տեսանկյունից ինքը մի քիչ ավելի բարդ բիզնես է, քան մյուսները։ Այդ ցուցադրվող տորթերը իրենք ցուցադրվում են, չեն վաճառվում, ո՞նց է այս քաղաքականությունը վարում լայքին ձեզ մոտ։ Մեզ մոտ, այդ շատ լավն էր, որ վերջում նշեցիք մեզ մոտ, որովհետև ուրիշ տեղ ես տեղյակ չեմ եւ չեմ հասկանում այս բիզնեսը որպես բիզնես ինչպես են մարդիկ վարում։ Ես լակի բիզնեսը որպես բիզնես չեմ վարում, ես դա վարում եմ որպես սիրողական իմ սիրելի բիզնես եւ ինձ մոտ այսպեսի պրինցիպ է, որ ես մեկ օրից ավել չեմ պահելու խմորեղենները, որովհետև լակիում պիտի լինեն թարմ եւ մնացած թարմությունը արդեն պիտի լինի հաճախորդի տանը։ Հաճախորդը կարող է պահել 72 ժամ։ Բայց ոչ, եթե ես պահեմ 72 ժամ թարմ վիճակում վաճառեմ, արդեն հաճախորդին ոչ մի օր չի մնա, չէ՞։ Եվ իմ աշխատակիցները, եւ իմ մայրով իմ բիզնեսի մեջ են, ինձ միշտ ասում են դու բիզնեսից ոչինչ չես հասկանում։ Այս դեպքում ես բիզնեսից ոչինչ չեմ ուզում հասկանալ, որովհետեւ լակին ինձ համար ավելի կարեւոր է։ Ավելի է, քան բիզնես։ Քան բիզնես, այո։ Այստեղ ես որպես բիզնես նույնիսկ եկամուտ չունեմ, չեմ էլ սպասում լակից։ Դե հետո այն ինչ որ մնում է հաճույքով ուտվում է։ Հաճույքով ուտվում է, բաժանվում է աշխատակիցների միջև, բայց ես մի բան եմ գիտակցում, որ մի օր մարդիկ կհասկանան, որ լակին իսկապես տարբերվում է, եթե նույնիսկ ես չլինեմ, բրենդը մնալու է շատ երկար։ Եվ մի քանի տարի հետո 10, 20, 30 նոր մարդիկ կգիտակցեն, որ այսա ունի իր յուրահատկությունը։ Լավ է ուշ, քան երբեք։ Այո, ես կապրեմ այդքան կամ չապրեմ, էլ կսպասեմ։ Ապրեք եւ ապահովեք նաեւ մեր դոլչելիկան, շնորհակալություն, լավորեք ձեզ մաղթում։ Այս պահին ինչ ենք անում։ Գնում ենք դիտենք գովազդ, վերադառնանք եւ շարունակենք։ Իսկ լիկան մեզ այն գաղտնիքը կբացի։ Այո, մոռացել էր Զառան։ Մնացեք մեզ հետ։
Վերադարձանք տաղավար, ինձ շատ ուրախացրեց Լիկայի տված խորհուրդը քաղցրեղան ուտելու հետ կապված։ Ինձ թվաց Ես ոգեշնչված եմ։ գաղտնիքը չենք բացահայտի, որտեղ դա գաղտնիք է։ Ոգեշնչված ես։ Այո, որպես պատվավոր քաղցրակեր։ Դա լավ է։ Եթե տրամադրություն բարձրացնում է, ուրեմն պետք է ուտես քաղցր։ Եթե տրամադրություն բարձրանում է աղին, կեր աղին։ Եթե տրամադրությունը չի բարձրացնում ոչ նա, լսիր երաժշտություն։ Լավ երաժշտություն համաձայն եմ։ Գնացինք։ Թռիչքի համար սիրտն իմ հոգնած, բայց կրկին համար պարս երկնքից ինձ են բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում ես չար բախտի ստրուկն եմ խելագար կյանքս է գնար կյանքս անարդար ցանցնենք իմ հապարթոքին այս քաոսից ելքել չեմ գտնում ծավոկրկին ձեռքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խորվերքերից գործամվում եմ որոգայթից պախչել բարգել երջանկությունը իմ պխրուն ու գտնել ուղին իմ դեպի տուն ու գտնել ուղին իմ դեպի տուն կարճ է ճամփան դեպի արևներ բայց այլվելով չեմ կարող ապրել պետք է լինել ամեն ինչ պատրաստ երբ էլ ոչինչ երբ ոչինչ արդեն չունի իմաստ ջահը ձեռքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խորվերքերից գործամվում եմ որոգայթից պախչել բարգել երջանկությունը իմ պխրուն ու գտնել ուղին իմ դեպի տուն ու գտնել ուղին իմ դեպի տուն ջահը ձեռքիս
Վերադարձանք տաղավար, այս պահին առաջարկում եմ ճանապարհորդել, որովհետև ճանապարհորդությունը եւս մեզ կարող է երջանկացնել, շատ երջանկացնել։ Այո, համաձայն եմ, նոր վայրեր բացահայտելը։ Անկամ կարելի է վերադառնալ այն վայր, որ դեռ բացահայտելու բան կա, կամ այնքան է ձեզ դուր եկել, որ ուզում եք եւս մեկ անգամ բացահայտել։ Այսօր ուր ենք գնում։ Պտտվում ենք աշխարհի շուրջ եւ գնում ենք Հորդանան։ Հորդանանը ինքն իրենով անընդհատ բացահայտելու տեղ է եւ իմ ծրագրերի մեջ կա անպայման այցելել։ To-do list-ումդ կա։ Այո, անպայման այցելել Հորդանան։ Հիմա ավելի մանրամասն կլսենք Հորդանանի մասին եւ իմ ցանկությունը էլ ավելի կվառվի։ Եվ վերջապես մյուս տարի կգնամ։ Պլանավորել ես։ Այո, եւ իմիջիայլոց, եթե դուք օրինակ գնում եք Իսրայել, Իսրայելից կարող եք առանց որևիցե խնդիր եւ վիզայի 1 օրով գնալ Հորդանան եւ վերադառնալ նորից Իսրայել։ Հուսանք մյուս տարի աշխարհը ավելի խաղաղ կլինի եւ ճանապարհորդությունները էլ ավելի հաճախ կլինեն։ Իսկ հիմա ձեր բազմոցներին նստած գնանք եւ բացահայտենք կամ վերադառնանք, ով ոնց ուզում է, կամ ում մոտ ոնց ստացվում է, բացահայտելու ենք կամ վերադառնում ենք Հորդանան։ Ճանապարհորդեցինք, վերադարձանք, խոսեցինք քաղցրից, շատ խոսեցինք։ Հորդանանում շատ համեղ ուտեստներ գոյություն ունեն, համ նաև քաղցրավենիքներ ավանդական։ Բայց այս ամենով հանդերձ շատ կարևոր է չմոռանալ առողջության մասին, որովհետև ուտելը ուղիղ կապ ունի նաև մեր առողջության հետ, թե հոգեբանական եւ թե ֆիզիկական, ու որքան կարևոր է հոգեբանական առողջությունը, նույնքան կարևոր է ֆիզիկական առողջությունը։ Մենք այն ենք, ինչ որ ուտում ենք։ Այո, եւ հիմա խոսքը փոխանցում ենք մեր գործընկերոջը Մանոյին, նա մեզ կտա մի քանի խորհուրդ։ Մանո, լսում ենք ուշադիր ձեր խորհուրդները։ Մանո ջան, ես առողջ եմ սնվում, բայց իմ քաշը չի փոփոխվում, կամ թեկուզ ավելանում է։ Այսօրվա մեր թեման բարի լույս իմ սիրելի հանդիսատես, շատ շնորհակալ եմ, որ նայում ես այս մեր հաղորդումը եւ իրար հետ կիսվում ենք մեր գարձիկները։ Եկեք այս ձեր հարցին պատասխանեմ, որովհետեւ ինձ շատ եք տալի։ Ժողովուրդ ջան, ուրեմն ճիշտ է, մեր գոյություն ունի առողջ ապրելակերպ, որ մենք պետք է առողջ սնվենք, որովհետեւ մենք ինչ անենք, ապահովագրենք մեր ձերությունը, ապահովագրենք մեզ մեր հիվանդություններից ապակայի։ Եկեք հասկանանք, թե ինչի համար առողջ սնվելը մենք չաղանում ենք։ Okay, գնացինք։ Առաջին ինչ է, մենք կերանք մեր նախաճաշը, okay, հետո ունենք ջաշ, ունենք ընթրիք, չէ՞։ Առաջինը փորձում ենք մեր նախաճաշի եւ ջաշի մեջտեղներում ոչինչ չմտցնել մեր բերանը, այսինքն, չգիտեմ, գնացինք մի բան գցեցինք, մի թողեք ինսուլինի դիմադրությունը, ասես բարձանա իշնի։ Okay, դա իհարկե խախտել է այդ ամեն ինչը։ Երկրորդը, երբ որ գալի հարցնում եմ ձեզ, ասում եմ, ինչ եք սնվում, ինչ եք ուտում, սկսում եմ խոստնել ձեզ, դուրս է գալի, ասում եմ, ես դե ուտում եմ ընգույզ, ուտում եմ նուշ։ Okay, ինչ կան եք ուտում, ասում եմ, դե մի էս կան։ Ժողովուրդ ջան, այս մի ափը դա նշանակում է 100 գրամ, okay։ 100 գրամը դա գիտեք ինչ կան մոդալվես։ Նայած դեսագից 500-ից մինչև 650 կալորիա։ Կախված դա կլինի նուշը, կլինի ընգույզը, կլինի, չգիտեմ, գետնանուշը, դրանցից դեղյակ եք դուք։ Այսինքն ինքը այս կանը որ գերակ, մի այս կան մի ափը որ գերակ, հավասար է այն մի հատ ամբողջ մեծ ափսեի, որը բարունակում է իր մեջ ամեն ինչ սնունդին։ Okay, ուշադիր եք։ Երկրորդ հերթին, այն որ ասում են գիշերը նստեցինք, հաց չենք ուտում։ Okay, ասում եմ դե մի քիչ արևածաղիկ ենք չրտում։ Ոնց։ Մի հատ մտածել եք դրա մասին դուք։ Նույնպես մի ափը 100 գրամը համարյա 500-550 կալորիա է։ Դու ավելի լավ էր իր դեղը ու դեր քո հացը, չէ՞։ Քանզի այդ մի փոքր արևածաղիկ դերը։ Ինչպես ասեցի, ամեն ինչ տեսակի մեջ չի, նաև չափի մեջ է, օրը եթե մենք ստացանք, չգիտեմ, մի 10 գրամ, 20 գրամ ընգույզ, դա մեզ օգտակար է, իհարկե եթե ավելորդ ենք, դա ավելորդ ջարբա։ Նույնպես մրգերից է գալի, ասում եմ, ես գիշերը չեմ ուտում, մենակ մրգեր եմ ուտում, իսկ մրգերը կալորիա չի բարունակում։ Իհարկե բարունակում է։ Այսինքն եթե դու գիշեր հաց չկերար, բայց բերեցիր մի հատ ամբողջական ափսե, ինչ որ խառը մրգեր գիշերով շարեցիր ու սկսեցիր զբաղվել դրանով, ինսուլին մի հատ բարձրացեցիր սիրուն ու դրանով գնացիր քնեցիր, ամբողջ օրգանիզմդ խախտեցիր։ Իհարկե քաշ չի փոփոխվելու։ Դրա համար ասում եմ, նախաճաշ, ջաշ, ընթրիք, մեջտեղներում ձեր բերանը ոչինչ չդնեք, okay, միրգը գերեք հացից հետո, առողջ ապրեք ու ճիշտ խաղացեք այս խաղը։ Վերադարձանք տաղավար։ Շնորհակալություն Մանոյին, փորձենք բոլոր խորհուրդներին յետևել։
այս ընթացքում իմիջիալոց կարելի է ինչ-որ ֆիզիկական լիցքաթափումներով զբաղվել, ֆիզիկական լիցքաթափումներով երաժշտության ներքո։ Համաձայն եմ։ Պարային շարժումներ կարելի։ Եթե դանդաղ լինի երգը կարող եք ինչ-որ մեկին հրավիրել պարելու։ Տանգո կամ վալս, ինչպես կարող եք, ինչ ուզում եք։ Եթե արագ է, կարող եք մենակ պարել։ Գնացիք։ Ասում են կարճ է կյանքը շուտ կմարի սրտի զարկը բայց արևի տակ ծիրանի երիտասարդ ու ծերունի ահա կանգնած շարան շարան կձանձրանա բայց արևի տակ ծիրանի երիտասարդ ու ծերունի ահա կանգնած շարան շարան կձանձրանա ասում են քաղցր է կյանքը և անսահման երկնի հանք բայց կրկի մեջ Հուրաստանի ծաղիկների դեմ գեղանի մարդիկ ահա շարան շարան կզանձրանան բայց կրկի մեջ Հուրաստանի ծաղիկների դեմ գեղանի մարդիկ ահա շարան շարան կզանձրանան խորն է կյանքը լույս է համար երկնի հանքը բայց կանչի դեմ ծիածանի կամ աստղերի խորհրդանի մարդիկ ահա շարան շարան կձանձրանան բայց կանչի դեմ ծիածանի կամ աստղերի խորհրդանի մարդիկ ահա շարան շարան կձանձրանան ասում են նոր է կյանքը միշտ կհնչի սիրո զանգը բայց անգերաս առանց ցավի Սեղանի շուրջ հաց ու աղի մարդիկ ահա շարան շարան կձանձրանան բայց աներաս առանց ցավի սեղանի շուրջ հաց ու աղի մարդիկ ահա շարան շարան կձանձրանան ահա շարան շարան կձանձրանան մարդիկ ահա շարան շարան կձանձրանան
Պարեցինք։ Այո, պարեցինք։ Լիցքաթափվեցինք եւ կարող ենք շարունակել քննարկել լիցքաթափության թեմաները Գովազդից հետո կամ գովազդի ընթացքում։ Ոնց հարմարեցես։ Ես հեռուստադիտողի հետ եմ ուզում քննարկել։ Ուրեմն գովազդից հետո, գովազդ շանթի եթերում։ Մենք արդեն տաղավարում ենք։ Եվ իրականում կարող ենք լիցքաթափության թեման քննարկել ոչ թե ես եւ դու, ես եւ այսինքն մենք եւ դուք, այլ նաեւ ChatGPT-ի հետ։ Ոայ ChatGPT-ին այնքան է մխրճվել իմ կյանք, որ ես գնել էի ահագին ժամանակ մարքեթինգի զոհ եմ ես։ Ինչ եք գնել։ Վճարովի տարբերակն էի գնել ChatGPT-ի եւ հասկացա, որ ես ստեղծագործող մարդ եմ եւ հասկացա, որ իմ ստեղծագործական կողմը տուժում է, որովհետեւ մի տեսակ կախվածություն էր ստեղծվել իմ եւ ChatGPT-ի միջեւ, ես շատ եմ քննարկումներ անում տարբեր, հետաքրքիր զրուցակից է ChatGPT-ին նաեւ։ Վերջին հարցը վերջին անգամ, սթրեսների հետ կապված ես քննարկում էի ChatGPT-ի հետ, թե ինչ հարցեր տամ մեր հոգեբան հյուրին, դա վերջին հարցն էր, բայց ես սովորել եմ ավելի հնարամիտ ձևով օգտագործել ChatGPT-ին, ինձ պետք էր այս ամեն ինչի միջով անցնելը, որ ես հասկանայի, թե ինչպես ChatGPT-ին ընկալել որպես օժանդակ գործիք, այլ ոչ թե մեկը, ով քո փոխարեն ինչ-որ բան կանի։ Ես ըստ էության Հայաստանի Հանրապետությունում միակ մարդն եմ, որ ոչ մի հարց դեռ ChatGPT-ին չի տվել եւ նա ինձ ոչ մի պատասխան դեռ չի տվել։ Չունեմ այդպիսի նաեւ էմոցիոնալ առումով է կարողանում օգնել ChatGPT-ին։ Ես կնոջս եմ գրկում այդ դեպքերում կամ երեխաներիս զոքանչիս եմ գրկում։ Լավ, դա էգիտություն շարքն է այս պահին եւ խոսքը գնալու է հենց ChatGPT-ի մասին եւ թե ինչքան է արդյոք նա մխրճվել մեր կյանք եւ դա լավ է թե վատ է։ Մնացեք մեզ հետ։ Իշեցնենք, որ այսօր նոյեմբերի 28-ն է, իսկ նոյեմբերի 28-ը փաստորեն համարվում է Ռոսիա կինոթատրոնի կամ Այրարատ կինոթատրոնի, ինչպես նա անվանվում է հիմա, ծննդյան օրը։ Շնորհավոր ծնունդդ Ռոսիա կինոթատրոն կամ Այրարատ կինոթատրոն, ցավոք սրտի նա հիմա այս պահին այնպիսին չեն, իսպիսին են ժամանակին նախատեսե Հրաչ Պողոսյանը, Արթուր Թարխանյանը եւ Սպարտակ Խաչիկյանը, բայց հուսամ, որ այդ մշակութային կենտրոնը օրերից մի օր կվերադառնա եւ նորից կգործի այնպես, ինչպես որ պետք է գործեր այդ ճարտարապետների գաղափարով։ Համաձայն եմ։ Այս պահին էսքիզներ շարքում հենց խոսելու ենք Ռոսիայի կինոթատրոնի մասին։ Որը որ ժամանակին եղել է հեղափոխական կառույց ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԽՍՀՄ-ում, մի քանի միջազգային կոնկուրսների հաղթող է եղել եւ իսկապես եղել է մեր Երևանի ամենասիրված վայրերից մեկը։ Նորից եմ ասում, որ հուսանք կգա օրերից մի օր եւ այդ ամենը կվերադառնա մեր քաղաք։ Վերադարձանք տաղավար, շատ հետաքրքիր էր եւ բուրըն առավոտ ունեցանք եւ արժեվում բուրըն, ուրեմն հանգստյան օրեր են։ Վերջին աշնանային հանգստյան օրերը այս տարվա։ Սպասենք ձմեռը լինի ձմեռ։ Փաստորեն հաջորդ անգամ կհանդիպենք ձմռանը։ Ձմռանը կտեսնվենք այսօր, այսքանը C։ Լավ օր բոլորիդ։ Մի հանդիպում, որ եկավ, դարձավ իմ ինգերոտ եղանակը, մի հանդիպում, որ սրտիս միացավ, հենց իմ սրտի նմանակը, ամեն ժամ ու վարկյան, մեր կյանքում իրական, բաց չթողնենք սիրո ապագան, ով է ասա, ով է սիրում ավել, ով է տնից ձեր տուն քայլեր հաշվել, ով է տվել ամփոփ
հարցնենք լուսնին ով է ասա ով է սիրում ավել ով է տնից ձեր տուն քայլեր հաշվել ով է տվել համբույրը առաջին ես եմ թե դու արի հարցնենք լուսնին մի գիշերում դու դարձա արև ու ջերմանցիր իմ սիրտը մի ակնթարթ ու դրված մի բարև սա է սիրո գաղտնիքը ամեն շամ ու վայրկյան մեր կյանքում իրական բաց չթողնենք սիրո ապագան ով է ասա ով է սիրում ավել ով է տնից ձեր տուն քայլեր հաշվել ով է տվել համբույրը առաջին ես եմ թե դու արի հարցնենք լուսնին ով է ասա ով է սիրում ավել ով է տնից ձեր տուն քայլեր հաշվել ով է տվել համբույրը առաջին ես եմ թե դու արի հարցնենք լուսնին ձերքը տուր ինձ ու արի ճանապարհով ես կյանքի քայլենք ու անցնենք ցուրտ ու քամի ինձ հետ արի ով է ասա ով է սիրում ավել ով է տնից ձեր տուն քայլեր հաշվել ով է տվել համբույրը առաջին ես եմ թե դու արի հարցնենք լուսնին ով է ասա ով է սիրում ավել ով է տնից ձեր տուն քայլեր հաշվել ով է տվել համբույրը առաջին ես եմ թե դու արի հարցնենք լուսնին ես եմ թե դու արի հարցնենք լուսնին